Հարգելի ներկաներ, մի փոքրիկ նախապատմություն ասեմ, հետո խոսքը փոխանցեմ պարոն Հարությունյանին։ 2010 թվականին, երբ որ ես ընդունել եմ Արցախ պետական համալսարանի ասպիրանտուրա, ինձ բախտ է վիճակվել իմ գիտական ղեկավար պարոն Հարությունյանի կողմից ինձ ընտրելու որպես եւ ես եմ շատ ցանկացել, որ Գագիկ Հարությունյանը լինի ղեկավար, որտեղ այն թեման, ինչ պարոն Հարությունյանը առաջարկել, արժեբանությունը ոչ միայն իր աշխատություններում է բավականին խորությամբ տեղ գտել, նաև ակադեմիկոս Վլադիկ Ներսյանցի աշխատություններում, ինչու համար սա ես նշեցի, որովհետև ատենախոսության վրա աշխատելու ժամանակ այդ հնարավորություն եմ ունեցել խորությամբ հասկանալու, փորձելու հասկանալ, ինչ ասել է արժեբանություն եւ դա նաև իր հետքն է թողել հետագայում ոչ միայն իմ աշխատանքների վրա, այլ նաև մասնավորապես այս աշխատանքը նախաձեռնելու առումով։ Եվ ուզում եմ խոսքը տալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, իրավագիտության դոկտոր պրոֆեսոր պարոն Գագիկ Հարությունյանին, ով ոչ միայն անձնապես մտերիմ է եղել ակադեմիկոս Ներսյանցի հետ, այլև մեծ աշխատանքներ է կատարել իր մի շարք աշխատությունները, մասնավորապես պետության իրավունքի տեսությունը, ցիվիլիզմի մանիֆեստ եւ իրավագիտություն գրքերը հրատարակչության կողմից հայերեն թարգմանելու ուղղությամբ խնդրեմ պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Ես նախ ուզում եմ ողջունել այս միջոցառումը, որը շատ կարևոր եմ համարում եւ պետք է արժանին մատուցեմ նաև իմ ասպիրանտին, ով մեր նախաձեռնությունները շարունակեց, ավանդույթը կիսատ չի մնում։ Իսկապես մենք առաջին անգամ դեռ 2001-ին նախաձեռնեցինք Վլադիմիր Նազարյանի հետ միասին հրատարակել, Ներսիսյանցի հայերենով թարգմանել եւ հրատարակել իրավունքի եւ պետության տեսությունը դասագիրքը, իրավագիտությունը եւ նաեւ հետագայում ցիվիլիզմի մանիֆեստը, որոնք այլ լսարանի համար շատ մեծ կարեւորություն ունեցան։ Ես իմ խոսքը կբաժանեմ երկու մասի, ներկայացնելով Ներսիսյանց գիտնական մարդուն եւ ներկայացնելով նրա գիտական ժառանգությունը մասնակի այնքանով, որքանով այս միջոցառման շրջանակներում հնարավոր կլինի։ Քիչեր եկան հավանաբար այս լսարանում, որ անձամբ շփվել են Ներսիսյանցի հետ եւ փորձել են եւ մարդկային, եւ գիտական, եւ նույնիսկ պետականագիտական տարբեր առնչություններով քննարկումներ ունենալ։ Առաջին անգամ մեզ ծանոթացրեց ակադեմիկոս Բակլաևը, Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահը եւ այս տարի սկզբին էր 2001-ին, հետագայում մենք կար ժամանակում դարձանք շատ մտերիմ բարեկամներ, ոչ միայն համախոհներ, ինքը քիչ առաջ Տիկին Լապաևան ասեց, որ բավականին ինքնամփոփ էր Վլադիկը եւ շատ չէր սիրում զրուցել, քննարկել, ասվեց, որ եզակի դեպք է եղել, որի տերույա տվել, բայց մի ուրախությունից մեր հանդիպումները միշտ անցնում էին շատ ջեր, շատ բուռն եւ բավականին երկար։ Եվ համաձայնվեց նաեւ Հայաստան այցելել, 2002-ին կազմակերպեցի, ինքը եկավ Հայաստան, մեծ հանդիպումներ եղավ տարբեր մակարդակներում եւ հետաքրքիր մի նախաձեռնություն իր առաջարկությամբ ասեց միասին գիրք գրենք։ Եվ մենք նախաձեռնեցինք իմ առաջարկությամբ պետք է գիրքը կոչվեր Սահմանադրականություն, Constitutionalism, առաջարկեց պլանը կազմել աշխատանքի եւ միասին քննարկել։ Բնականաբար ես կազմեցի, այդ ժամանակ մենք Բակլայի հետ պատրաստում ենք Մոսկվայում հրատարակել Энциклопедия конституционного права, Սահմանադրական իրավունքի հանրագիտարան, բայց առանցին մի քիչ այլ բնույթ ուներ, դա Սահմանադրական հիմնական հասկացությունների հանրագիտարանային բառարան էր, որը հրատարակվեց նորմալ հրատարակչության կողմից, արդեն հանձնել էինք տպագրության եւ այդ ժամանակ Ներսյանց առաջարկեց, որ երեքով միասին աշխատենք եւ այդ գիրքը հրատարակենք։ Հանդիպեցինք Մոսկվայում, Բիշել Էստեր, Տիկին Լապաևան, Անահիտը մեր հետ է եղել, Բակլայստան, մենք ամբողջ օր առավոտից մինչև երեկո քննարկեցինք ամբողջ պլանը, մշակեցինք մանրամասներով, դուրս եկանք, ասեց ես մի առաջարկություն ունեմ։
Արի Բակլային խնդրենք թող ինքը խմբագիր դառնա, գիրքը երկուսով գրենք։ Մեր երկուսի մոտեցումները համընկնում են եւ մտածողության ուրեմն ընդհանուր այսպես համապատասխանություն կա, Բակլայը մի քիչ պահպանողական է եւ ուրիշ կերպ է մտածում, ինքը ավելի լավ է թող խմբագիր լինի։ Ու համոզեցինք նաեւ Բակլայը համաձայնվեց, որ ինքը խմբագիր պետք է լինի։ Ես վերադարձա Հայաստան բավականին ողջավորված եւ տրամադրված, ինչպես ասում են մարտական, որ այդ գիրքը պետք է տպագրենք։ Մայիսին էր մեր վերջին հանդիպումը, ուլիսին ես Հայաստանից բացակայում էի, դրսում էի, հեռախոսազանգ եղավ անկարծակի, բացում եմ հեռախոսը, Տիկին Լապաևանը ասում է Գագիկ, գիտես Վլադիկը մահացավ։ Ինձ համար դա չեմ կարող նույնիսկ բարերով ներկայացնել, թե ինչ է կատարվում մարդու հետ, ոչ միայն հարազատը կորցնելիս, այլ նաև համախոհի այդպիսի գիտնականի, որի հետ երջանկություն է եղել մեր ծանոթությունը եւ գործակցությունը, եւ իմ ամբողջ կյանքում երևի միակ ծրագիրն է, որ նախաձեռնել եմ այդպիսի ողջավորությամբ եւ մնացել է կիսա։ Դա մենակ անել է այդ աշխատանքը, մենակ վերջնագծի հասցնելը բնականաբար շատ դժվար կլիներ։ Ինչ տպավորություն եմ ստացել իրեն այդ շփումներից, որպես գիտնական ինքը եզակի էր ոչ միայն խորհրդային, այլ նաև յետխորհրդային ժամանակներում։ Գիտնական, որը կարողացավ դպրոց ստեղծել, գիտական դպրոց, եւ այդ գիտական դպրոցը չէր սահմանափակվում խորհրդային իրավամտածողության շրջանակներում, դա դարձավ համաշխարհային երևույթ, այսինքն նա համակայլ էր գնում միջազգային իրավամտածողության հետ։ Քիչ առաջ այստեղ շեշտվեց Վլադիկ Ներսյանցի մոտեցումները բնական իրավունքի եւ օրենքի հարաբերակցության վերաբերյալ։ Այդ վեճը չի սպառվել, այդ վեճը շարունակվում է ամբողջ Եվրոպայում, նախկին խորհրդային տարածքում, արևելային Եվրոպայի երկրներում մի քիչ ձևափոխված իրավունքի գերակայություն, օրենքի գերակայություն հասկացությունների շրջանակներում եւ ցավոք սրտի այդ քննարկումները, եթե գիտական լսարանում ընկալելի է դառնում, ապա հանրային մտածողության մեջ, պետական մտածողության մեջ ոչ թե զերոական մակարդակը, այլ մինուս է։ Մինչև հիմա մի գիտնական կար ուկրաինացի շատ լավ էր ասում, մինչև չկարողանան օրենքի եւ իրավունքի գերակայություն հասկացությունները տարբերակել, իրավական անգարագիտությունը կշարունակվի պահպանվել։ Այդ անգարագիտությունը այսօր շատ ավելի խորը արմատներ է ձգել եւ նույնիսկ դա թարգմանաբար, պաշտոնական փաստաթղթերում, տարբեր մակարդակներում այնքան ակնհայտ է դրսևորվում, որ ամաչում ես կարդալ նույնիսկ այդպիսի փաստաթղթեր։ Ներսյանցը կարողացավ ստեղծել այդ դպրոցը, ունեցավ հազարավոր աշակերտներ, հետևորդներ եւ ամենակարևորը նա չմնաց զուտ դասական գիտական մակարդակի վրա, այլ փորձեց իր գիտական մտածողությունը հասանելի դարձնել ուսանողությանը։ Դասագրքեր գրեց եւ այդ դասագրքերով հազարավոր ուսանողներ մասնագիտական մտածողություն ձեռք բերեցին։ Ինքը չէր փորձում ուսուցանել այսպես այբուբենը, մտածողություն էր տալիս, մտածողություն այնպիսի ճշմարտացի հենքի վրա, որը մարդուն դարձնում էր մասնագետ, դարձնում էր լիարժեք մասնագետ։ Եվ նրա ամենամեծ առավելություններից մեկն էր, ես առիթ եմ ունեցել տասնյակ անգամներ ռուսական տարբեր լսարաններում ելույթներ ունենալ, Տիկին Լապաևանել է մասնակցել, միասին մենք շատ միջոցառումների ենք մասնակցել, ես չեմ հանդիպել որևէ մեկ ուրիշ գիտնականի, որը այդքան խորությամբ, այդքան հետևողականությամբ եւ այդքան դժվարությամբ կարողանում էր իր գիտական թեզերը, գիտական դոկտրինան հասանելի դարձնել եւ ուսանողությանը, եւ մասնագիտական լսարանին, եւ բավականին լայն հանրությանը։ Եվ այդ առումով պարզապես 20 տարի առաջ մենք կորցրեցինք ոչ միայն մեր հայրենակցին, այլ 20 տարի առաջ կորցրեցինք մեծագույն գիտնականի։
հանճարեղ մի մարդու, որը իր ժամանակից բավականին առաջ էր անցել։ Իր իրավական մտածողությամբ նա այդ ժամանակի մեջ չէր կարողանում տեղավորվել եւ այդ ժամանակի հանրային միտքը չէր կարողանում ընկալել, չէր կարողանում արժևորել այդ մեծությամբ։ Մենք բարեբախտաբար նաև մեր ուսանողներին խրախուսելու համար պարոն Ղազենյանի հետ ժամանակին մտածեցինք իրավաբանական ֆակուլտետում Սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից հատուկ թոշակ սահմանեցինք ակադեմիկոս Ներսյանի անունով եւ մինչեւ հիմա 20 տարի շարունակ հատուկ անվանական թոշակ են ստացել մեր լավագույն ուսանողները նաև իր անունով եւ դա նույնպես վերաբերմունք է նրա գիտական այն հզորագույն ժառանգությանը, որը երկար է ճանապարհ գնալու, որին այսօր էլ երբ մենք տարբեր աշխատանքներ ենք կատարում գիտական հետազոտություններ, անպայմանորեն անդրադարձ կատարում ենք։ Վերջին ամենահետաքրքիր իր գրքերից մեկը երևի ամենաբարակը եւ բայց ամենատարողունակը դա ցիվիլիզմի մանիֆեստն է։ Ցիվիլիզմի մանիֆեստում նա փորձեց անդրադարձ կատարել հանրային կյանքի կարգավորմանը կամ հանրային հարաբերություններին, թե որոնք են դրա սուբստանսը, ինչպես կարելի է հասնել կայուն զարգացման, ինչպեսի այսպես կոչված ձևախեղումներ են պարունակում այն հասարակական համակարգերը, որոնք հասել են մեզ եւ ինչպես կարելի է սա բարեփոխել։ Շատ էր ոգևորված այդ թեմայով, բնականաբար բավականին երկար նաեւ քննարկումներ ունեցել ենք այդ հարցի շուրջ, ինչևէ ինքը ապրում էր շատ լիարժեք ստեղծագործական կյանքով, իր ամեն մի վայրկյանը ստեղծագործություն էր։ Հենց հոգնում էր իրավագիտությունից բանաստեղծություններ էր գրում եւ չափազանց հետաքրքիր ու խորը ես դարձյալ այն երջանիկներից եմ, որ իր մակագրությամբ իր գրքերի մեծ մասը նաև բանաստեղծությունների ժողովածուները ունեմ եւ իմ գրադարանի զարդն են կազմում։ Եկեք կրկին շնորհակալություն հայտնենք այս միջոցառման կազմակերպիչներին, նավետիկին, ես տեղյակ եմ եղել ամբողջ ընթացքում, որ աշխատում էր գրքի վրա թարգմանության եւ նաև այս միջոցառման կազմակերպման, մեր ուսանողները շատ բան կսովորեն, որովհետեւ սա անցած դարի իրավամտածողություն չէ, սա այսօրվա եւ վաղվա իրավամտածողություն։ Սա այն հենքն է, առանց որի աննարին է լիարժեք իրավաբան դառնալ։ Եվ Վլադիկ Ներսյանցը միշտ ապրելու է մեզ հետ, մեր ուսանողության հետ, նաեւ մեր հետագա սերունդների հետ։ Շնորհակալ եմ։